Ես գիտեմ, որ քո կյանքում նորություն կա։ Մեր իրարից ֆիզիկապես բաժանվելը երբեք մեզ հոգեպես իրարից չի բաժանել։ Երբ որ արտիստից անդադ ինֆորմացիա չես ստանում ստեղծագործությունների տեսքով հատկապես կամ էլ սկանդալների տեսքով, ստվերում այնուամենայնիվ հայտնվում ես։ Ամենափառահեղանն, որ հիմա կհիշեմ, Մայքլ Ջեքսոնի հետ օրինակ աշխատած անձնավորություն, ում հետ ես բախտունեցա աշխատելու, ինձ հրավիրեցին իրենց եվրոպական տուրին։ Ինձ այնտեղ կա ինչ-որ մեկը, ով նաև քեզ սենց հաճելիորեն պահում է Ավստրալիայի հողի վրա, բայց հիրահարված ես։ Այո, երկրորդ շոկը այն էր, որ որպես զույգ ինձ առաջարկեցին Արմուշին, ասում բայց դու ախր էստեղ չես, ասում բայց որն է Մաշ, չէ, դու էստեղ չես։ Դա ես հասկանում եմ, որ դու էմոցիոնալ քո կապը չես կտրել, բայց մեր ընկալումը ախր այդպիսին է, որտեղ Մաշա Մնջոյանը այլևս Հայաստանում չի ապրում է բոլորին այլ աշխարհամասում։ Ինչ որ մեկ ասի, որ դու պետք ես, ու դու կլինես այդտեղ։ Կապ չունի որտեղ։ Ի ուրախությունին ստացա հրավեր Armenian Music Video Award-ից, շատ սիրելի Արայից եւ Մհերից։ Շնորհակալություն, շատ հաճելի է եւ ցտեսություն։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես բոլոր այն մարդկանց, ովքեր դրսում մոտենում են ինձ, գրկում են եւ ասում են, որ դիտում են Հերմինե դիալոգ նախագիծը։ Դուք չեք պատկերացնի, թե դա ինձ որքան է երջանկացնում եւ ուրախացնում, ինչպես նաեւ ուժ տալիս, որ ես շարունակեմ նկարահանել եւ տեղադրել իմ YouTube-ի պաշտոնական ալիքում այս նախագիծը։ Դրա համար ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել եւ հետո նաեւ խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք սեղ մեկ զանգի կոճակը։ Մի զլացեք, թողեք մեկնաբանություններ, որովհետեւ դրանք ել ավելի են ակտիվացնում իմ ալիքը, ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, այնտեղ լուսանկարները մշտապես ես թարմացնում եմ, տեղադրում եմ նոր տեսանյութեր եւ իհարկե ուրախ եմ լինում, երբ դուք ինձ գրում եք նամակներ։ Այսօր իմ տուն ռեստորանում շատ հաճելի հյուր եմ ունենալու, մի մարդ, ում հանդեպ ունեմ իհարկե շատ դրական վերաբերմունք եւ բավականին հետաքրքիր մտերմություն ենք ունեցել իրար հետ, բայց պատկերացրեք, երևի 7 տարի նրան չէի տեսել, նախ որովհետև Հայաստանում չի բնակվում եւ բացի այդ էլ ամեն գալուց բնականաբար միշտ գրաֆիկը ծանր է եղել եւ առիթ չի եղել այսպես նորից հանդիպելու, նորից հաճելի ժամանակ անցկացնելու եւ ես չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը, քանի դեռ նա Հայաստանում է եւ այստեղ չհրավիրել, իմ տուն ռեստորան չհրավիրել։ Խոսքս շատ-շատերի սիրելի երգչուհի Մաշա Մնջոյանի մասին է։ Գնամ դուրը բացեմ, կարոտել եմ։ Հերմինեին ճանաչում եմ երևի արդեն 15 տարի, մոտավորապես 15-14 տարի, ու վաղուց իրար չենք տեսել, պատկերացնում ինչքան խոսելու բանջանելակ գնացին, անչափ ուրախ եմ, որ հիմա պետք է հանդիպենք։ Այսօր ես քեզ 7 տարի կլինի չեմ տեսել։ 7 տարի չենք տեսել։ Ոնց ես, ինչ գեղեցիկ ես փոխվում։ Ինչ է։ Չեմ էլ նիհարում։ Դու միշտ նիհար ես, էլ մի արի։ Սիրուն ես։ Անի մի հոթել գրկեմ։ Մենք հյուր չենք, չեն մենք են Չէ, չյուր։ Մերսի շոտ, ուզի կորուտել իսկի զարի։ Հիմա չգիտեմ ոնց ասեմ, ինչքան ուրախ եմ, որ այստեղ ես, ոչ միայն որ իմ տանն ես, իմ նախագծի հյուրն ես, այլ նաև որ Հայաստանում ես, էլի ու էլի բարի գալուս, ես շատ եմ ուրախանում, երբ դու գալիս ես Հայաստան, չնայած լինում են դեպքեր, ոնց հասկացել եմ, որ գալիս ես, բայց այսպես փիսոն գողեգող եկավ, գողեգող գնաց եւ մենք չիմացանք, այդ որ դեպքերում ա տենց լինում։ Այդ մինչև այս վերջին դեպքներ լինում, որովհետև գալիս էի ամառվա շրջանին, որ բոլորի գլուխը միշտ խառն է, բոլորն ունեն մի տեղից եկած տուրիստ, որը մնում է իրանց տանը ու անհամբեր բոլորը սպասում են, թե երբ է տուրիստը գնալու։ Այդ լինում էր այդ շրջանում շատ հաճախակի, բայց այս տարի աննկատ չեղավ, որովհետև պատճառը երկու աստղներն է, ես եկա Հայաստան ու հնարավոր չէր դա աննկատ կամ թաքցնել ինչ-որ մի կերպ։ Ու հա
Դե ինչ բարի գալուստ, ես առաջարկում եմ մենք իրար բարի գալուստ ասենք իմ ամենասիրելի խաղուն գինիներից մեկով, վարդագույն տակառով, որովհետև ինձ համար տոն է ամեն անգամ, երբ իմ տունը լցվում է ջերմությամբ, հրաշալի մարդկանցով, եւ մեր հանդիպմանը ես երկար եմ սպասել, մենք 7 տարի առաջ եկի իրար Քեզ երկար, շատ երկար եմ սպասել, ու թաքուն արտասվել քեզ համար։ Բայց ես չեմ կարող քեզ նման գիտես, չէ՞։ Դու շատ լավ կարողանում ես, որովհետև դու երգիչների ու այս ասպարեզում էլ շատ երկար տարիներ ես եղել, վստահ եմ բոլորից մի հատ խոնավություն կա։ Գիտես ինչն է դուրս գալիս, որ չնայած երկար ժամանակ է Հայաստանում չես, բայց երբ խոսում ենք լավագույն ձայների մասին, մաշ, մենք այդ լավագույն ձայների մեջ պարտադիր խոսում ենք Մաշա Մնջոյանի մասին։ Եվ հաճելի է այսօր էլ տեսնել, որ հատկապես երկու աստղից հետո մի տեսակ այսպես թարմացավ ալիքը քո աուդիտորիայի։ Զգում ես տարբերություն այս քո նոր ժամանակների աուդիտորիայի ու այն ինչ որ կար մինչև քո գնալը։ Զգում եմ տարբերությունը, մինչև իմ գնալը, կարծես ես բոլորին անուններով, դեմքերով, բոլորին, այդպես ասենք, ճակերտավոր ճանաչում էի, որովհետև միասին կառուցեցինք այդ ճանապարհը, միասին հասանք իմ հանդիսատեսի, իմ արվեստը սիրողների կամ նաև չսիրողների, այսինքն մենք միմյանց ճանաչելով մեծացանք բոլորս, բայց այս 7 տարին, որ ես Հայաստանում չէի եւ նորից գործունեություն էի ծավալում եւ սովորում էի Ավստրալիայում, կարծես մի մեծ զանգված, ովքեր շատ մեծ դեր են կազմում հիմա մեր ջահել սերունդի մեջ, շատ ավելի լավ չենք ճանաչում միմյանց, ես իրենք ինձ, բայց այս երկու աստղը իհարկե շատ օգնեց, որպեսզի մենք միմյանց նույնպես ճանաչենք ու կարծես ավելի շատացանք, ավելի լցվեցինք։ Այսինքն կարելի է հստակ ասել, որ երկու աստղից հետո նոր աուդիտորիա ձևավորվեց, ավելի երիտասարդ սերնդից։ Այո։ Եվ իրենք արդեն ճանաչում են Մաշա Մնջոյանին։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև հիմա իրանք են they are ruling the world։ Իրանք աշխարհը կառավարում են հիմա։ Ավստրալիայի մասին մենք դեռ խոսելու ենք անպայման, բայց ես գիտեմ, որ քո կյանքում նորություն կա, դու Հայաստանում բնակարան ունես։ Ես ուրախ եմ, որովհետև Հայաստանում բնակարան ունենալ նշանակում է միշտ հետ ձգտել դեպի Հայաստան, անընդհատ առիթ օգտագործել հետ գալ Հայաստան, չկտրվել Հայաստանից։ Եվ այդ կապակցությամբ ես եւ իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը ունենք քո բնակարանի համար շատ հետաքրքիր փոքրիկ, բայց հաճելի նվերներ։ Նախ Վալան գրուպը մի արշավ է սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Ավետ Բարսեղյանի թույլտվությամբ իհարկե, այսպես փոքրիկ հուշանվեր, որը կարող է քո բնակարանը զարդարել Երևանյան։ Իմ բնակարանի բոլոր նվերները խնդրեմ բացե արդեն։ Այո, կարող եք բոլորը ձեր նվերները ուղարկել։ Նույն կարգախոսով շոկոլադների հավաքածու, որ առավոտյան աչքերդ բացես, ասես, մի հատ ճոխ կոֆե խմենք։ Մի հատ ճոխ կոֆե, այո։ Շոկոլադը։ Այո, եւ իհարկե Երևանի բնակարան Վալան գրուպը սկսել է կահույքի հրաշալի արտադրություն, ունեն նաև իրենց դիզայներները, կարող ես դիմել նրանց դիզայներներին, կարող ես քո դիզայնով պատվիրել կահույք, 15% զեղչի քարտ կահույքի ողջ տեսականու համար պատվիրելու դեպքում։ Այն ինչ ինձ էս պահին պետք։ Ես առաջարկում տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես փորձել եմ այսօրվա ճաշացանկը կառուցել ոչ թե այսպես էքստրաօրդինար լինելու հիմքի վրա, այլ համեղ լինելու, այսպես շատ համեղ լինելու վրա։ Հուսամ քեզ դուր կգա։ Իսկ ես շատ եմ սիրում համեղ ուտել։ Սոված ես, չէ՞։ Դու այդպես ասեցիր հաց չուտես։ Ապրես։ Մաշա Մնջոյանը շատ է ճամփորդում, դե արդեն հասկացաք, որ Ավստրալիայում է բնակվում, բայց նաև Եվրոպայում է շատ հաճախ լինում եւ ես երկար մտածեցի, ինչ խոհանոց մատուցեմ նրան եւ հասկացա, որ այսօրվա մեր կոնցեպտը, set menu-ն ամբողջովին կլինի իտալական հոգով, որովհետեւ ես էլ եմ շատ սիրում իտալական խոհանոց։ Եվ առաջին ուտեստը, որը պատրաստելու եմ, նախուտեստ է շատ հետաքրքիր սոուսով։ Գունավոր պղպեղները դնում ենք խորովելու։ 2 հավկիթ դնում եմ խաշելու, խաշվելու։ Խաշում եմ 2 հավկիթ։ Հավկիթը մաքրել եմ։ Ավելացնում եմ թունաձուկը պահածոյացված, կիտրոնի հյութ, փոքրիկ կծու պղպեղներ,
մի քանի հատ կապար, ձիթայուղ եւ հարում ենք։ Սկսում ենք հավաքել նախուտեստը։ Աղ, ձիթայուղ եւ մի քանի հատ էլ կապար։ Եվ վերջում ավելացնում եմ թարմ կանաչ ռեհան կամ բազիլիկ։ Ամբողջ դու ես սարքել, լավաշներն ես դու թխել։ Ես եմ թխել։ Վաու, բրավո։ Փոքրիկ թոնիր ունեմ։ Փոքրիկ թոնիրիկ։ Այո, սենյակում, ննջարանում, որ համ տաքացնում է, համ լավաշ եմ թխում։ Մենք փորձելու ենք շատ հետաքրքիր սոուսով, որը թունաձկով, հավկիթով, կապերսներով սոուս է եւ խորոված պղպեղ, գեղեցիկ, թարմ, հետաքրքիր եւ հուսամ նաեւ համեղ եւ առաջարկում վայելենք հենց մեր խաղուն գինով, ռոզետակարով, պիտի որ շատ լավ համադրվի։ Այո։ Քանի որ իտալական խոհանոցն էլ արդեն նշեցիր, այս դեպքում ու դեպք ես կարմիր գինի չեմ սիրում, դրա համար ռոզեն եւ սպիտակը ամենաիդեալականն է։ Այո, մենք հաջորդ ուտեստի հետ էլ սպիտակ ենք փորձելու։ Ամեն ինչ մտածված, ամեն ինչ քեզ համար։ Շատ հետաքրքիր համերի համադրությունը, տարբեր խորոված պղպեղը արդեն ամեն ինչ արժի, սոուսն էլ շատ հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Մինչև հիմա չեմ հավատում, որ դու ես արել, բայց հետո քեզանից բաղադրատոմսը։ Դու հաղորդման մեջ կարող ես տեսնել, որ ես եմ պատրաստել եւ բաղադրատոմսը տեսնել։ Ահա։ Այս իմ համար ամենամեծ կոմպլիմենտն է իրականում, երբ որ հավանում են ուտեստը։ Չէ, ինչ խոսք։ Շատ լավներ։ Սպասում եմ երկրորդ։ Այո, ճիշտ ես անում։ Ես իդեպ կարող եմ քո ափսեն վերցնել։ Շնորհակալ եմ շատ։ Որովհետև դու արդեն վերջացրեցիր, իմն էլ կարող եմ վերցնել։ Ես առաջարկում եմ մենք սկսենք այն կետից, որովհետև մինչև Ավստրալիա գնալը այնքան շատ են եղել հարցազրույցները եւ դվոյսերի մասով եւ մրցույթների մասով, որ կարծում եմ այդ ամեն ինչը ոչ ոք բաց չի թողել։ Բայց այն կետից սկսած, որ դու մեկնեցիր արդեն Ավստրալիա, նախ ինձ համար մի փոքր այսպես անակնկալ էր։ Ինչու մեկնեցիր։ Մենակ կողմար չէր անակնկալ։ Հա, ես ոնց հասկանում եմ, շատերի համար էր անակնկալ։ Խնդրում եմ, մի հատ լուսաբանիր, ես հասկանամ, այստեղ այդքան սիրված, ճանաչված, ստեղծագործող, process-ի մեջ արտիստ, ինչը դրթեց, որ դու գնաս։ Տեսեք, առհասարակ Հայաստանից դուրս ապրելու միտք ինձ մոտ չի եղել երբևէ, մինչև Ավստրալիա մեկնելը, բայց ես միշտ բաց եմ եղել, օրինակ դրսում սովորելու, ինչ որ կուրսեր անցնելու կամ այդ մշակույթը հասկանալու, ես սիրում եմ այդ խառնուրդը եւ սինթեզը տարբեր մշակույթների։ Առիթներ շատ էին եղել շրջագայության համերգների դրսում լինելու, եղել են երկրներ, որ շատ հավանել եմ, եղել են երկրներ, որ ասել եմ, «Էս մի անգամյա օրինակ երբեք չեմ վերադառնա», եղել են օրինակ, ինչ լավն է, օրինակ կապրեի այստեղ, բայց Ավստրալիան այն երկրներից էր, որ առաջին անգամ համերգով, երբ 15 թվական էր կարծեմ առաջին անգամ, հա, որ մասնակցեցի, առաջին իսկ պահից ինձ գրավեց իր շատ տարբեր լինելը, որովհետև եղել ենք եւ Ամերիկայում այդ կողմը երկրագնդի եւ Եվրոպայում, բայց Ավստրալիայում շատ հազվադեպ է ստացվում, որ լինում ենք ու ինքը ակնհայտ տարբերվում է բոլոր երկրներից եւ իր տեսքով, եւ իր բնույթով, եւ իր մշակույթով, մարդկանցով, անգամ հայերը շատ տարբերվում են այնտեղի։ Օրինակ, ու կարծես իրենք ավելի չեմ ուզում վատաբանել մնացած հայ գաղութներին, բայց կարծես ավելի ջերմ են, որտեղ ամենահեռուն են, շատ ավելի քիչ են իրենց մոտ գալիս, իրենց պատրաստակամությունն է շատ ուրիշ, մարդկանց ընդունելությունն է շատ ջերմ, մնացածն էլ են ջերմ, բայց այստեղ կարծես մի քիչ ուրիշ է։ Զուտ ես ենթադրում եմ այն պատճառով, որ ամենահեռու մայրցամաքն է ու առիթները, այո, հենց հայերին այդ հողից շատ քիչ եմ չնայած, որ շատ ավստրալացիներ ամեն ամառ Հայաստանում են։ Մեզանից երևի շատ, ովքեր հայաստանցիներս ապրում են դրսում, շատ ավելի շատ իրենք գալիս եւ այցելում են հայրենիքը։ Եվ շարունակելով 15 թվին կարծես հենց առաջին անգամ եղավ Սեր առաջին այցից եւ հայացքից։ Այո, եւ հայացքից։ Եվ հետո
բացահայտեցի, որ ունեմ շատ լավ եւ ընտիր բարեկամներ Ավստրալիայում եւ հենց դա էլ է պատճառ հանդիսանում, որովհետեւ բացի նրանից, որ երկիրը շատ սիրում ես, նաեւ ուզում ես երևի ապրել ընտանիքից հետ, քո հարազատ, քո արունակիցներից հեռու մի այնպիսի վայրում, որտեղ դու պակասը շատ ավելի քիչ կզգաս այդ ընտանիքի այդ ջերմության եւ Ավստրալիան հենց այնտեղն էր, որտեղ իմ բարեկամներն էին ապրում ու դա ավելի հեշտացրեց այդ միտքը զարգացնելու հարցում, որովհետեւ մի բան է մտածես, կապրեի, մի բան է դա իրագործում ես նրա համար, որովհետև մի քիչ ավելի հեշտ է քեզ թվում այդ մարդկանց շնորհիվ։ Ասացիր բացահայտեցի, որ այնտեղ ունեմ բարեկամներ, այսինքն այնտեղ գնալուց հետո հասկացար, գտար, փնտրեցիր, թե չփնտրեցի, բայց կարծես բոլոր ճանապարհները մեզ բերեցին եւ հանդիպացրեցին իրար հետ, համերգի ժամանակ եկել էին գյումրեցիանի դեպ շատ լավ եւ հայտնի գյումրեցիներ են հանդիպեցինք եւ այդպես ասացի, գիտես դու մեր բարեկամն ես, ու այդպես արդեն զանգելով մերոնց, խոսելով հասկացանք, որ այո, հենց մեր բարեկամներ են, որոնց ես չէի տեսել բնականաբար, բայց իմ ծնողները եւ ընտանիքս իրենց ճանաչում են ու այդպես կարծես ես եղա ամենաերիտասարդը նորից միացնող օղակը։ Այսինքն մինչև հիմա կապը այդ մարդկանց հետ կա։ Իհարկե, ես ապրում եմ իրենց տանը Ավստրալիայում։ Մինչև հիմա։ Ինչ լավ աղջիկ ես դու, որտեղ դա մենակ իրենցից չի էլի, դա քեզանից էլ է։ Իհարկե դա միակողմանի չի լինում, չգիտեմ հիմա ով է ավելի լավը, բայց վստահ եմ իրենք շատ լավն են ու դա արդեն փորձած է 7 տարի, որովհետև ինչքան էլ հարազատ ես լինում, մի անգամ քո տան մեջ, երբ որ արդեն երկարաժամկետ ես դու մնում քո տան մեջ, դու ինքդ քեզանից ու այդ պատերից սկսում ես հոգնել, բայց իհարկե ինչ խոսք, այդ մարդիկ ովքեր ընդունում են իրանց տանը մարդու ավել իրենց ընտանիքի անդամներից, դա նույնպես խիզախություն է, ես կարծում եմ, ու իրանց էլ բրավո, որ դիմանում են ինձ։ Անունները Աննան առաջին դերակատարը այս ամբողջ ֆիլմի, Անժելան երկու քույրիկներ են եւ իրենց մայրիկը Հասմիկը եւ Անժելայի ամուսինը Հարութը եւ իրենց շատ լավ երկու զավակները Միշելը, ով 7 տարվա ընթացքում դարձավ ինձ կարծես քույր եւ Մայքլը, ով դարձավ եղբայր եւ էլի շատ ընկերներ եմ ձեռք բերել այնտեղ։ Ինչի համար Հայաստանից Ավստրալիա գնաց եւ հատկապես այո այն մարդկանց համար ովքեր այդպես եւ Ռիկոին չմոռանանք, հա, մեր Շունիկին։ Հա, Շունիկը կա, չենք մոռանում, Շունիկներին երբեք չենք մոռանում։ Իրենք բարի արարածներ են այս աշխարհում։ Մար, ինչը չէր բավարարում քեզ այստեղ, որ ուզում էիր այդ փոփոխությունը անել։ Բավարարելը շատ հարաբերական է, ամեն ինչ այնքան բավարար էր այդ ընթացքում, այսինքն աշխատանք կար, երկար, բեմ կար, ամեն ինչ կար ու այդ հատկապես 18 թվի ամենավերջում, երբ այն կուլմինացիոն շրջան եմ ես իմ համար համարում, հենց Հայաստանում մինչև Ավստրալիա մեկնելը շատ համերգներ կային, որը կարծես իմ առօրյան շատ լեցուն էին պահում նաև իմ կարիերան։ Բայց իհարկե Ավստրալիա այդ միտքը 2 տարի ենք եկել դրան, այսինքն այդ ամբողջ process-ը 2 տարի տևելու ուղղակի վերջին շրջանում շատ բուռն սկսվեց իմ գործունեությունը եւ հենց այդ պահին ստացվեց իմ Ավստրալիայի գործերը։ Բայց եկավ մի պահ մինչեւ այդ բուռն շրջանը, որ մտածում էի լավ, դվոյսը եղավ, համերգները կան, ամեն ինչը կա, գնում ես շաբաթվա կտրվածքով 2 անգամ ինտերվյու, 800 անգամ երգում ես, բայց ինչ որ աճ, որպես այդպիսին ես չէի տեսնում, հատկապես այն փուլում, երբ ես ամեն շաբաթ նոր երգ չէի թողարկում, օրինակ դա միգուցե այն բացերից է, որը միշտ եմ նշում, եկավ մի պահ, որ հասկացար, լավ, ուրիշ հետաքրքրություն է ինչ որ պետք, ամեն ինչ լավ է, վատ չէ, բայց աճը չես տեսնում։ Նոր հորիզոններ ես ուզում գրավել։ Այդ բառն եմ ուզում գտնել, ինչը չկար, մոտիվացիան միգուցե չկար, որովհետև ես օրինակ կարող եմ ընդհանրապես մի հատ պուճուր մտքից մոտիվացվեմ, օրինակ չգիտեմ, իմ շատ լավ ընկերներից մեկը Ռոբի հետ որ նստենք մի օր սրճանում, որ խոսենք ինչ որ այս նկար է կարելի անել էս երկի հետ սազել, այդ միտքը ինձ ամբողջ այդ ընթացքում կարող է սենց ուդի, մինչև դա իրագործվի, հետո նորից գնամ ներքև նորից մի հատ մտքով ես ապրեմ։ Այսինքն ինչ որ մի բան է պետք ինձ թվում է մեզ, որը միշտ կլինի տոնուսի մեջ պահող։ Այո, տոնուսի։ Այդ պահին ես զգացի, որ ինչ որ մի հատ նոր բան է պետք։ Այդ նոր բանը կարծես թե հենց կլինի
դրսում սովորելը, որը ինձ կտա շատ մեծ հնարավորություն մարդկանց ճանաչելու, ծանոթանալ այնտեղի ուսումնական կանոններին, որից մենք բավականին շատ տարբերվում ենք, այսինքն հայկական ես ուսումը անչափ սիրում եմ, որովհետև ինչ մենք սովորում ենք, ես վստահ եմ այդ դպրոցական տարիքում ենք սովորել դպրոցում եւ մեր ինստիտուտում, բայց կա մի հատ դրսի դպրոց, որին հենց ծանոթանում ես դրսում, այսինքն ներսում քեզ եւ ոչ մեկ չի սովորացնի, թե դրսում ոնց են սովորում։ Իմ կարծիքով դու պետք է քո հենց աչքերով ու քո մարմնով այդ ամեն ինչը զգաս։ Եվ դա էր իմ նպատակներից մեկը, որ շատ կուզենամ տեսնել այդ ամեն ինչը, զգալի վերջո անգլալեզու երկիր, որտեղ անգլերենը իմ տարերքն է միշտ եղել, քանի որ երգել եմ մեծ մասամբ հենց անգլերեն լեզվով, ամբողջ կյանքում սովորել եմ, բայց միևնույն է, ապրում ես, հետո նոր սկսում ես յուրացնել այդ լեզուն, ինչպես արդեն քոնը շատ ցանկություններ կային հենց տեղափոխության հետ կապված, որ շատ լավ կլինի այսպիսի բան անել եւ արդեն ինքն իրենով այդ միտքը ինձ մոտիվացնում էր։ Որպես երգչուհի այդ նոր կրթությունը, հա, այդ level up անգլերենով ասած, երբ արդեն պրակտիկ դաշտի մեջ ես փորձում նայել, պրոյեկտել, տվեց ինչ-որ մի բան։ Ու ինչ տվեց, եթե փորձենք խոսել ավելի կոնկրետ, հա, որպես մասնագետ։ Օրինակ, հա, եթե հենց տեխնիկապես խոսեմ, ինձ ինչ տվեց իմ ուսումը դրսում, ես մագիստրատուրա նորից եւս մեկ անգամ սովորեցի Ավստրալիայում, ավարտելով այստեղ կոնսերվատորիան, Կոմիտասի անվան եւ բակալավրը եւ մագիստրատուրան, ընդունվեցի Ավստրալիայի երաժշտական ինստիտուտ, որտեղ նորից վոկալ բաժին էի ընտրել ամենասկզբից, բայց հասկանալով, որ վոկալ բաժնում բացի նրանից, որ ես երգում եմ, հա, շատ լավ է տարբեր երաժիշտների հետ, ինձ այս պահին ոչինչ չի տալիս եւ փոխեցի կոմպոզիցիա բաժինը, որը առաջին հայացքից եւ ձեր համար կարող է զարմանալի լինի, ինձ համար հատկապես զարմանալի էր, որովհետեւ կոմպոզիցիան շատ բարդ է, այսինքն պետք է տիրապետես շատ ավելի նյուանսների եւ մեծ երաժշտական բագաժ ունենաս զուտ նվագելու, այդ հարմոնիա եւ այլն, բայց ինձ ամենաշատը ուրախացնում է այն միտքը, որ ինձ ավելի տվեց այդ ընթացքը, բացի երաժշտականի մտքերը զարգացնելուց, օգտվել կոմպյուտերային համակարգով երգեր ստեղծագործել, դա առանժիրովկա է, այսպես ասվածները, անել, մտքերը տեղափոխել հենց արդեն գործիքավորման փուլ, որը ես միշտ գիտեի, որ հատուկ մարդիկ են անում եւ էլի ես միշտ մենակ վստահ եմ հատուկ տաղանդավոր երաժիշտներին եւ գործիքավորում անողներին այստեղ, բայց կարծես այդ ամենաբազային փուլը ես կարողացա հաղթահարել այդ իմ ուսումով եւ հիմա փոխարենը որ գնաս ինչ-որ մեկին ասես, գիտես, այսպեսի բան եմ ուզում, հա, դու դա կարող ես ինքնուրույն այդ մտքերը տեղափոխել եւ ցույց տալ մարդկանց, այսինքն գրել, մի քիչ գործիքավորել։ Ես չեմ ասում դարձել եմ պրոֆ, բայց ես այդ ընթացքը օգտագործեցի ի օգուտ ինձ եւ սովորեցի շատ բաներ, որը ինձ մենակ պետք են գալիս դեռևս։ Նայ, ինչքան էլ ասենք, որ իհարկե հիշում են, սիրում են եւ այլն, բայց երբ որ արտիստից անդադ ինֆորմացիա չես ստանում ստեղծագործությունների տեսքով հատկապես, կամ էլ սկանդալների տեսքով, ավելի շատ ցավոք սրտի սկանդալների տեսքով, այսպես մի տեսակ գալիս է նոր մարդիկ, նոր սերունդ է գալիս եւ ստվերում այնուամենայնիվ հայտնվում ես։ Այ երբ այնտեղ հասկացար, որ այնուամենայնիվ Հայաստանում արդեն մի փոքր ստվերի մեջ ես։ Կյանքը շատ արագ է առաջ գնում։ Լինես Հայաստանում, թե լինես Մոզամբիկում, միևնույն է, եթե ինչ-որ մի բան հատկապես մեր ասպարեզում, հատկապես այն ասպարեզում, որտեղ դու միշտ TV-ով երևացել ես, կամ երգում ես, կամ հաղորդավարուհի ես, կամ դերասան ես, եթե որոշ ժամանակ չես երևում, անգամ այդ ասպարեզում եղած մարդիկ են սկսում քեզ ավելի հազվադեպ հիշել։ Իհարկե, եթե դերասան ես ու շատ չես երևում, ռեժիսորներն են սկսում մոռանալ քեզ, ինձ թվում է։ Այդ իսկ պատճառով երևի չգիտեմ, ինչ որ մի կերպ պետք է միշտ տոնուսի ու առաջին գծում քեզ պահես, որ մարդիկ հիշեն, այդ կապ չունի քո լավ կամ վատ լինելուն, այդ ընդհանրապես կապ չունի, ուղղակի պետք է դու ինքդ քեզ երևի առաջին պլանում պահես։
Իսկ քանի որ այդքան ասեցի, ժամանակը շատ արագ է անցնում։ Մարդկանց առաջ անցնելու համար շատ երկար ժամանակ պետք չէ։ Ու 1 ամիս, 2-3, հատկապես մի տարի, 2 տարի զգում ես, որ արդեն դու երկրորդ պլան ես գնում։ Այն ինչով դու զբաղվում ես, այդ տեղում արդեն շատ ուրիշ մարդիկ են, ովքեր հետաքրքրում են քեզանով, հիմա իրանց շրջապատում եւ շրջանակներում ավելի ուրիշ մարդիկ են հավաքվում, որը նորմալ է։ Դա կյանքի կանոնն է եւ դա կյանքի բնականon ընթացքն է։ Ես նորից համարում եմ, որ դրանում ոչ մեկ մեղք չունի, բայց եթե իմանալով այդ խաղի բոլոր կանոնները, գիտես ինչումն է խնդիրը, ուրեմն պետք է անես այնպես, որպեսզի չկորես։ Միան կարծես երկրորդ վալնան սկսվեց իմ Ավստրալիայի The Voice-ը մասնակցելուց հետո։ Այդ ընթացքում COVID-ներ, բոլորը եւ բնականաբար ցավոք սրտի պատերազմներ, որի ընթացքում ոչ մի բանի մասին չէր մտածում բացի խաղաղության։ Այդ ընթացքում իհարկե բոլորիս մոտ էր շատ անկում եւ հոգեբանորեն եւ աշխատանքային առումով ոչ ոք ոչինչով չէր կարող զբաղվել եւ ինքներս մեզ էինք մոռացել։ Բայց էլի անցնելով Ավստրալիայի թեմային, կարծես երկրորդ ալիքը Ավստրալիայի The Voice-ից սկսվեց, որը իր ուրախությունից ես մասնակցեցի, չնայած որ ինքս ինձ շատ երկար ժամանակ համոզել եմ, բայց շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Բացի նրանից, որ այդ երկրորդ ալիքը սկսվեց, զուտ նրա համար, որ ես կարողացա նորից տեսնել, շփվել ու աշխատել այդ տեսակ մարդկանց հետ։ Սկսած թիմից, ավստրալական եւ վերջացրած ժյուրի անդամներից։ Այդ մարդիկ, ովքեր նստած էին ժյուրի աթոռներում, այն դեմքերն են, որոնց մենք մենակ լեգենդի նման ենք հիշատակել միշտ ու այդպես ենք իրենց իմացել, հատկապես օրինակ Բոյ Ջորջը, ով ավելի տարիքով մեծ է եւ ունի աշխատանքներ, ամենափառահեղանը, որ հիմա կհիշեմ, Մայքլ Ջեքսոնի հետ օրինակ աշխատած անձնավորություն, ում հետ ես բախտ ունեցա աշխատելու։ Իսկ թիմը արդեն այդ շատ բարձր պրոֆեսիոնալ, որ անպայման պետք էր երևի ինձ տեսնել եւ այդ շրջանակներում լինել, որպեսզի հասկանալ ճիշտը եւ ճիշտը ոնց է լինում այդպիսի շոուների ընթացքում։ Չէ, ինչ խոսք, իրենք արդեն բավականին զարգացած էին նաեւ հենց այդ իրենց արած աշխատանքում 10-րդ սեզոնն էր արդեն, այսինքն շատ մեծ փորձ ունեին բոլորը, ուզում էր վայելել, բայց չէր հասցնում, որտեվ ժամանակը նորից շատ արագ էր անցնում։ Բայց իհարկե շատ ջերմ հիմա հիշողություններ եմ հիշում այդ ընթացքից ու կարծես այդ վիդեոները, որոնք ես հիմա որպես պորտֆոլիո ունեմ հենց այդ The Voice-ից, ինձ շատ ավելի մեծ ճանաչում տվեցին արդեն արտերկրում, որ մարդիկ հիմա հենց գրում ես The Voice Australia, երևի այդպես առաջիններից մեկն է, որ վիդեոներից գալիս է, որը շատ լավ է։ Հրաշալի։ Կա եղել են այս ընթացքում այլ համագործակցություններ, որոնք ուղղակի ձգվում են միջև հիմա կամ նոր են ստորագրվում, համագործակցություններ, որոնք այդպես հիշարժան են քեզ համար, կուզենայիր խոսեինք դրա մասին։ Լավագույն համագործակցություններից բնականաբար վերջին մի քանի տարին արդեն կարողացանք կապի դուրս գալ Սինտնի պրոյեկտի հետ, որը հենց ավստրալական պրոյեկտ է, որտեղ արդեն 2 տարի է երգում եմ, առաջին տարին ավստրալական տուրին եմ մասնակցել, իսկ այս տարի, քանի որ արդեն Հայաստանում էի, ինձ հրավիրեցին իրենց եվրոպական տուրին, նորից շատ փառահեղ շոուներ, չգիտեմ, եթե տեսած կլինեք, իրենք շատ տարբերվում են եւ շատ ուրիշ են եւ զվուկավոյ իրենց երաժշտական ուղին ինչ որ ընտրած է այդ պրոյեկտի հետ կապված եւ իրենց վիզուալն է շատ տարբերվում ամեն ինչից։ Այսինքն կարելի ասել մեծ փարթիներ են կազմակերպում, սիմֆոնիկ եւ սինթեզում են DJ-ի հետ եւ տարբեր երգիչներ տարբեր երկրներից, այս անգամ հատկապես ծանոթացա եւ առաջին անգամ երգեցինք շատ խառը եւ տարբեր արտիստներով, կեսը Լոնդոնից էին, մնացածը Ավստրալիայից, ես Հայաստանից, կային սիմֆոնիկ նվագախումբը բոլորը Ուկրաինայից էին եկել
շատ հետաքրքիր պրոյեկտ է, որը չի ցկցկվում, այսինքն երկար դրան եկանք հասանք, բայց էլ իր նախագծերը չի ցկցկվում։ Մեկը մյուսի հետևից, հիմա ծրագրեր, ապագայում կա Դուբայում, նորից մեծ համերգ հույս ունեմ, որ մեր սիմֆոնիկը պետք է նվագի, որովհետև իրենք կարծես մի քանի անգամ արդեն համագործակցել են միասին։ Երբ մեր տարածքին մոտ են լինում, իրենք անպայման կապնվում են հենց մեր սիմֆոնիկի։ Երբ է նախատեսվում Դուբայի համերգը։ Ապրիլի սկիզբ, կարծում 1-2 Իսկ քո էջերից Facebook-ի, Instagram-ի մարդիկ ինֆորմացիա կարող են ստանալ։ Այո։ Փակելով Ավստրալիայի թեման, վերջում սովորաբար մարդուն ինչ որ մի տարածքում շատ ավելի երկար պահում է, բացի ստեղծագործելը, բացի աշխատելը, ընկերները եւ այլն, նաեւ երբ կա ինչ որ մեկը, ում համար հաճելի է այդտեղ ապրել, լինել, մնալ, ստեղծագործել, հիմա կարող եմ ենթադրել, որ տենց այնտեղ կա ինչ որ մեկը, ով նաեւ քեզ տենց հաճելիորեն պահում է Ավստրալիայի հողի վրա։ Անձնականից ես հարցնում։ Չէ, անձնականից Ավստրալիայում ոչինչ չկա, բայց կա շատ մեծ շրջապատ, մեծ բանդա եւ հարազատ ընտանիք։ Անձնականից Ավստրալիայում չէ։ Բայց հիրահարված ես։ Այո։ Մենք երբ ենք նորություններ լսելու այդ թեմայի շուրջ։ Այդքանը, հասկացա, շատ շնորհակալություն։ Ես հավատում եմ մենք անցնենք մեր տաքու տեստին։ Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում ոճային հետաքրքիր բնակարաններ, եւ ես հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ մի գեղեցիկ, լայնարձակ բնակարան, որտեղ ամեն ինչը գրեթե Վալան գրուպի կողմից է։ Համեցեք։ Ես մի գեղեցիկ, ընդարձակ եւ նորաձև բնակարանում եմ եւ այսօր բնակարանը ձեզ ցույց կտամ Z Concept ընկերության հիմնադիր եւ գլխավոր դիզայներ Զարա Հակոբյանի հետ, ով էլ նախագծել է բնակարանը, իսկ իրականացումը ամբողջովին պատկանում է Վալան գրուպ ընկերությանը։ Ես շատ շնորհակալ եմ Վալան գրուպին, որ իրանք իրագործեցին այն իմ գաղափարները, ասենք այն ինչ նկարել եմ, մենք նույնպես ստացել ենք։ Մուտքի դուռը էլի ներմուծվել է Վալան գրուպի կողմից, Պոպոքի շպոնը իրանք բռնակներով։ Սա մեր մանկական ննջարանն է։ Մենք այստեղ ունենք մեր բալիկի համար հանդերձարան, էլի Վալան գրուպի կողմից պատրաստված։ Մեր սիրուն բալիկի հետ։ Մերի ջան, քանի այստեղ եք, մենք շատ չանհանգստացնենք, գիտենք երեխայի հանգստի ժամը, միայն պահարանի մասին եթե կարելի է։ Վալան գրուպը ոնց որ անհատական պատվերով մեր տղայի համար պատրաստել։ Շատ հարմարություն կա նման նրանում, որ չքերվող նյութեր են ամբողջությամբ։ Եվ այս հատվածը փակվում է, որը հարմար է ապագայում կարող ենք առանձնացնել եւ միայն պահարան մնա։ Իսկ հիմա բացվում է եւ բալիկին փոխելու համար շատ հարմար է։ Շնորհակալություն Մերի ջան, քո ցույցերով մենք ձեր բնակարանը շարունակենք ցույց տալ։ Մեր հրաշք անկյունը, որը որ Վոլխովիցից է, այս դռները որ բացվում են, մեր մոտ այստեղ տպավորություն ա լինում, ոնց որ դու դրսում նստած լինես։ Շատ տրամադրող եմ մտնոլորտը։ Խոհանոցի կահույքը կրկին Վալան գրուպ ընկերության կողմից է, ինձ հետաքրքիր է ինչ յուրահատուկ մեխանիզմներ այստեղ կան, որ կարող եք ցույց տալ։ Ինքը մտածված է շատ պրակտիկ, ես շատ եմ սիրում։ Ջերմակայուն է, չի քերվում։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ բնակարանի պատուհանները, դռները իհարկե կրկին պատկանում են մեր սիրելի Վալան ընկերությանը։ Այո։ Շնորհակալություն Զարա ջան, այս հրաշալի էքսկուրսիայի համար։ Ես շատ սիրում եմ հետաքրքիր բնակարաններ եւ այն մարդիկ, ովքեր մեզ դիտում են, վստահ եմ, որ հավանեցին, կարող եք մեկնաբանությունների դաշտում գրել, թե հատկապես ինչը հավանեցիք եւ սիրեցիք այս բնակարանում եւ ինչ կուզենայիք, որ ձեր բնակարանում նույնպես լիներ։ Պատրաստելու եմ սպագետի մսի գնդիկներով։ Ունեմ տավարի թարմ աղացած միս, քերում ենք սխտոր, 1 հավկիթ, թրջում ենք հացը կաթով, քերում եմ պարմեզան պանիր, ավելացնում եմ թարմ բազիլիկ, ավելացնում եմ նաև արդեն իսկ կաթի մեջ թրջած հացը, աղ,
Պախպեղ։ Մսից գնդիկներ են պատրաստում եւ տապակում ենք գնդիկները։ Այժմ պատրաստեմ սոուսը, տաք ձիթայուղի մեջ մի փոքր սխտորենք ավելացնում, հետո լոլիկ, իհարկե կեղևազրկած։ Ավելացնում եմ մի փոքր իտալական լոլիկի սոուս, 1-2 գտալ տոմատի մածուկ, թարմ կտրատած կանաչ ռեհան, բազիլիկ, մսի գնդիկները դնում ենք սոուսի մեջ, որպեսզի եփվի էլ ավելի լավ եւ էլ ավելի համեղ դառնա։ Եփում ենք սպագետին եւ մատուցում ենք։ Մենակ ուտեսները չէ, ախր մատուցումը, երաժշտությունը, ատմոսֆերան, հոտը բա որ փոխանցենք։ Այս ափսեները Գյումրիից ուղիղ եկել են այս տուն։ Լավ է։ Այո։ Վաու։ Եվ Գյումրիում գիտես վերականգնում են կերամիկայի ավանդույթները եւ այնտեղ շատ գեղեցիկ հիմա թանգարան կա կերամիկայի։ Ես ասեմ, մեր գյումրեցի աղջկան ուրախացնենք Գյումրվա։ Շատ ապրեք։ Այո։ Ես առաջարկում եմ մենք հետը սպիտակ գինի վայելենք։ Արկածեթելի եւ կանգուն սորտերի խաղողի բլենդն է, Երևան է կոչվում, այս գինին Armenia Wine ընկերության թեթև քաղցրահամություն ունի, բայց ոչ թե քաղցր կամ կիսաքաղցր գինի, անապակ սպիտակ է, պարզապես խաղողների բլենդը մի փոքր քաղցրահամություն են տալիս եւ սորտերը հենց ունեն իրենց մեջ քաղցրահամություն։ Մենք խոսելու ենք իհարկե Երևանի եւ Հայաստանի մասին։ Ամեն ինչ իրար հետ կապ ուներ բարիախորժակ։ Ով է այս սեղանը դրել եւ ինձ պատառակ աղջի դրել։ Ես իհարկե։ Փորձենք։ Փորձենք։ Դուք նորից նայեք։ Մոնդ լավ աստացվում շատ։ Հա։ Ես խոստացել էի, որ մենք խոսելու ենք Երևանի մասին, Հայաստանի մասին, հատկապես տեկինուց հետո, հենց այնպես չէի ընտրել էլի Երևան վերնագրով անվանումով գինին։ Այս անգամվա քո գալը մի տեսակ ուղակի հյուրգալ չէր ինձ համար, ասես լավ իմաստով քմբեք էր։ Եվ վստահ եմ, որ ինձանից բացի էլի մարդիկ կան, որ իրանց մոտ այդ զգացողությունն է եղել։ Երևի դրա մեղավորը այնուամենայնիվ երկու աստղներ։ Կարելի է, այո, ոնց եղավ առաջարկը։ Մի հատ ուզում եմ պատմես պատմությունը սկզբից։ Դե ոնց արդեն ասեցի, իմ հայաստանյան այցերը միշտ լինում էին ամառվա շրջանում ավելի շատ, եթե օրինակ չկային համերգներ, չկային ինչ-որ առաջարկներ, բացառությամբ անցած տարվա, որ ես եկա հոկտեմբերին, որովհետև հոկտեմբերի 26-ին Whitney Houston-ի tribute-ը Արամ Խաչատրյանում տեղի ունեցավ, Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ օրկեստրի հետ միասին շատ սիրուն համերգ, դա բացառություն էր, մնացած բոլոր անգամները ամառվա շրջանում էր, բայց եղավ եւս մեկ բացառություն, որ այո, հերոստանգերությունից ստացա առաջարկ երկու աստղ նախագծում մասնակցելու, որովհետեւ արդեն երկար տարիներ չէր եղել, նորովի սկսվում էր այդ կարոտը, այդ շատ հետաքրքիր էմոցիաները, որը մարդկանց նորից հետ էր բերելու հիշողությունները 1000 տարի առաջվա ու ես էլ լինելով ֆանատ երկու աստղի այն ժամանակներին բոլորս անգամ ես ինձ հիշում եմ որ ներկա եմ եղել համարյա թե բոլոր փորձերին որովհետև այդ ժամանակ մշակույթի պետական քոլեջում էին որոշ փորձեր անցկացվում Նադիայի մոտ ու ես էլ այնտեղ իր մոտ որպես սովորող ուսանող ամեն ինչի ականատեսն եմ համարյա եղել ու այդպես շատ մեծ ոգևորվածությամբ ես համաձայնեցի չնայած որ գրաֆիկային միգուցե մտածում էի կարող է չստացվի, որտեղ Ամերիկայում էի, հետո պետք է հետ գնայի Ավստրալիա, բայց համաձայնեցի, որտեղ անչափ շատ սիրում եմ այդ նախագիծը ու շատ ուրախացա առաջարկից։ Երկրորդ շոկային էր, որ որպես զույգ ինձ առաջարկեցին Արմուշին, բայց նորից շատ մեծ էլի ուրախությամբ համաձայնեցի, որովհետև կարծես հենց իրենց մտածածն է շատեց երկու հայեր, ովքեր երկար տարիներ Հայաստանից դուրս են ապրում։ Բայց ներողություն մի պահ այստեղ կանգ առնենք, էլի։
միանգամից այդ կոմֆորտի զգացումը ունեիր, երբ որ ասացին Արմուշի հետ պիտի լինես, թե այնուամենայնիվ սկզբից կար այդ մոտեցումը, որ ինքը այնուամենայնիվ դերասան է, ստենդափ եւ այլն, բայց երգիչ չի, հասկանալի է որ ֆորմատը այդպիսին է, բայց ունենք դերասաններ, որ երգող դերասաններ են իրենց ընկալում որպես իր պարագայում, հետո մի տեսակ ոլորտային շատ տարբեր է, առաջին հայացքից տարբեր աուրաների մարդիկ եք նաեւ Տեսեք, ամենասկզբից ես մտածեցի ունեի մտքում մի քանի դերասաններ եւ ուրիշ պրոֆիլից նորից շատ իրենց մասնագիտությանը տեր մարդիկ, ովքեր կարծում էի, որ շատ լավ կերքեն կամ կհամապատասխանեն այս ֆորմատին, բայց հետո մտածելով հասկացա միգուցե շատ ավելի լուրջ լինի, որը պետք չի այս նախագծին ու ես շատ այլ կողմից եմ նայում այս ամեն ինչին, պետք է իրան լրիվ ուրիշ կողմից նայել ու երևի Արմուշ ամենահամապատասխան զույգն էր ինձ, որովհետև բացի նրանից, որ ես չգիտեի ինքը երգում է, ինքը շատ լավ երգում է, ինքը իր հումորը շատ գրագետ ամեն մեր ելույթի մեջ տեղադրեց, ոչ ավել, ոչ պակաս, այսինքն չափից շատ չի եղել, տեղին ամեն ինչ շատ եղել ու հետո որ հետո հետ հայացք արեցի, հասկացա, որ երևի հումորի ասպարեզից ունենալ զույգը դա ամենախելացի ընտրությունն էր, որտեվ մեկը կլիներ շատ լուրջ, մյուսը կլիներ երևի ինչ որ միտեղ համատեղելի, մյուսը կլիներ ոչ այդքան լավ երգող, այն իմ բոլոր մտքի մարդիկ։ Դրա համար շատ ուրախ եմ, որ հենց Արմուշի հետ եղավ, ոչ մի րոպե անգամ կոնֆլիկտային, որովհետև երբեմն տարբեր մարդիկ, տարբեր բնույթով, երբ որ մեկ տեղում հավաքվում են, իրենց մոտ լինում են շատ կարծրատիպեր։ Մեր մոտ բացարձակապես այդպիսի բան չի եղել, բաց քննարկումներ, համաձայն ենք, համաձայն չենք, ուզում ենք, չենք ուզում ու շատ պոզիտիվ ընթացք է այդ ամբողջը եղել երկուսիս համար էլ ու Արմուշին չի բնականաբար ճանաչում, բայց մենք հենց առաջին հանդիպումը զում ենք արել բոլորով ու շատ ջերմ արդեն սկսեցինք խոսել, ոնց որ 1000 տարի իրար ճանաչում ենք։ Արդեն մի քանի ամիս է ավարտվել է նախագիծը եւ շատ հավանական է իհարկե, որ նախագիծը վերջանում է, շնորհակալություն, շատ հաճելի է եւ ցտեսություն։ Բայց լինում են դեպքեր, երբ պարտներները բեմի վրա իրար հետ աշխատելուց հետո այսպես հետքը մնում է եւ ընկերությունը շարունակվում է։ Արմուշի հետ ոնց ստացվեց շարունակությունը։ Արմուշի հետ մենք առայսօր իհարկե շատ լավ հարաբերությունների մեջ ենք, շատ լավ ընկերներ ենք ու ինձ թվում է դեռ շատ շարունակվելու է։ Նախագծից հետո, այո, ճիշտ ես ասում, լինում են հաջողված զույգեր եւ հաջողված համագործակցություններ, որ այդտեղից ինչ որ նոր մտքեր են սկսում ծնվել։ Մեզ մոտ մտքերը ծնվեցին, որ միասին կկարողանանք համագործակցել առանձին երկուսիս անհատական կարիերաներից զատ, կկարողանանք համագործակցել, բայց իհարկե նորից մի քիչ երկարեց այս process-ը, բայց մենք նորից կապի մեջ ենք ու տարբեր լիք մտքեր ունենք, թե ինչ կարելի է միասին անել, որը վստահ եմ ոնց երկու աստղում մարդկանց կողմից սիրվեց, այդպես էլ հետագայում կսիրվի, իսկ ինչ մնում է, ինչպես ասացի, ինքը շատ գիտակ ու հեշտ աշխատող մարդ է, ում հետ կարելի է ամեն բան կարծես անել, ամեն խելացի ու գեղեցիկ բան կարելի է իրագործել։ Այնպես որ հա կապը կա, երևի շուտով էլ ինչ-որ հետաքրքիր բաներ կլինեն։ Հետաքրքիր է։ Երևանի հետ քեզ կապող ամենաուժեղ օղակներից մեկը քո հորաքույրն է եղել։ Եվ կա։ Այս պահին այն մարդիկ, ովքեր մեզ նայում են, չեն տեսնում, բայց Մաշայի հորաքույրը Տիկին Ռոզանան էլի այստեղ է մեզ հետ է։ Չգիտեմ ինչքան է ճիշտ իր ներկայությամբ Տիկին Ռոզանա ջան հարց տալ, բայց ինձ հետաքրքիր է Երբ որոշումդ կայացրեցիր, որ գնալու ես Ավստրալիա, ինչ արձագանք եղավ Տիկին Ռոզանայի կողմից, ինչ հոգեվիճակում էր, որովհետև ես հիշում եմ, որ նրա ամբողջ օրը առավոտից մինչ գիշեր կապված էր քեզ հետ, քեզ ուղեկցել, քեզ քո կողքին լինել, քեզ քո մասին հոգ տանել, քո հետ անցնել քարքարոտ ճանապարհը, քեզ հետ վայելել փառքը, այ ոնց եղավ այդ անցումը Տիկին Ռոզանայի, որ գիտեր արդեն գնում ես եւ գուցե ոչ շատ կարճ ժամանակում։ Դե հորաքրոջս հետ ես շատ իհարկե կապված եմ, որովհետև փոքր հասակից կարծես հենց հատկապես երկհարվեստի ճանապարհը մենք միասին ենք անցել։ Բոլորը բազմիցս հարցում են, բա քո ծնողներն ինչով են զբաղվում։ Իմ ծնողները շատ սիրում են երգը, շատ մոտ են արվեստին, բայց լիովին վստահ են եղել, որ հորաքույրս լինելով հենց երաժիշտ, շատ ավելի ճիշտ է
հասկանալու եւ տեսնելու այս ճանապարհը քարքարոտ, որը նշեցիր, որը իսկապես եղել է քարքարոտ, 4 տարեկանից սկսած, որը մենք միասին Գյումրիից ենք սկսել, հետո տեղափոխվել ենք Երևան, հետո Երևանից ես արդեն Ավստրալիա, բայց ես արդեն լինելով բավականին մեծ, միգուցե եթե փոքր տարիքում հարցնեինք, ինչ որ ոչ adekvat պատասխաններ տայի, բայց արդեն այս տարիքում լինելով հասկանում ես, որ եթե ինչ-որ մարդ այդ ճանապարհը քո հետ անցնում է միասին, լինելով քո կողքին յուրաքանչյուր վերելքի եւ վայրեջքի ժամանակ, ինքը յուրաքանչյուր լավ եւ նոր բանի համար միայն ուրախ կլինի, չնայած ինչքան էլ որ դժվար լինի դա։ Այո, շատ դժվար է եղել, որովհետեւ մենք միասին թե Գյումրիում եղել ենք մի տան մեջ ամբողջ մեր տան անդամներով ապրելիս, Երևանում մենք ապրել ենք 2-ով 17 համարյա տարի։ Այսինքն մենք 2-ով շատ ավելի շատ ժամանակ ենք անցկացրել, քան ես օրինակ մայրիկիս կամ հայրիկիս կամ եղբորս հետ։ Այդ իսկ պատճառով 2-ից համարել է երևի դժվար եղել այդ ընթացքում, բայց նորից հիմա արդեն այս տարիքում հասկանալով ես գիտեմ ինչքան ինքը ողջունել է ու ինչքան իմ կողքին էր պահին եղել, ասելով որ ես դեմ չեմ կանգնի երբեք քո որոշումներին, հատկապես երբ որ դրանք միայն բարի նպատակ եւ լավ նպատակներ ունեն, հատկապես արտերկում սովորելու կամ այդ ամեն ինչը տեսնելու, այդ փորձը ձեռք բերելու համար, ես երբևիցե խթան չեմ լինի զուտ նրա համար, որ ինչի համար չգիտեմ։ Ոչ մի պատճառ չեմ գտնում, որ կարելի ասել, այո, իհարկե դժվար է։ Յուրաքանչյուրս անգամ ուսանողական տարիներից հետո 4 տարի ես սովորում, բաժանությունը այդ ամբողջ շենքի հետ, այդ մարդկանց հետ դժվար է թվում։ Իսկ այստեղ մի ամբողջ կյանք ենք մենք միասին անցել, բայց իհարկե երբ որ մարդ մտածում է խելամիտ է եւ adekvat է, ամեն ինչ շատ ողջունելի է եւ մեր իրարից ֆիզիկապես բաժանվելը երբեք մեզ հոգեպես իրարից չի բաժանել։ Այսինքն ես Ավստրալիայում հորաքույրս այստեղ Հայաստանում երբևիցե էլ այդ տարածությունը մեր մեջ չի ստեղծվել։ Ինչը կարող է քեզ նորից հետ բերել Հայաստան, ոչ թե արդեն որպես հյուր, որպես հրավիրյալ արտիստ, նախագծերում, հաղորդումներում, համերգների ժամանակ, այլ որ կրկին վերադառնաս ու ասենք, գիտեք, Մաշան հետ է եկել Հայաստան։ Ես իհարկե 7 տարի արդեն Ավստրալիայում եմ ապրում, բայց ես Հայաստանից երբեք կտրված չեմ եղել եւ շատ անգամ որ եղել են առաջարկեր տարբեր հեռուստաընկերություններից կամ ինչ-որ նախագծեր, ասում բայց դու ախր էստեղ չես։ Ասում բայց Որն է Մաշ, չէ, դու այստեղ չես։ Դա ես հասկանում եմ, որ դու էմոցիոնալ քո կապը չես կտրել, բայց մեր ընկալումը ախր այդպիսին է, որտեղ Մաշա Մնջայան այլևս Հայաստանում չի ապրում, ապրում է բոլորին այլ աշխարհամասում։ Ինչը կարող է քեզ նորից հետ բերել, փակել Ավստրալիայի էջը, որպես այդպիսի, որպես ապրելու, աշխատելու, ստեղծագործելու։ Ինձ մոտ էջերը չեն փակվում, ինձ մոտ բաց գիրք է, որը ամեն պահին հնարավորին ամեն ինչ է։ Ես 7 տարի, երբ որ 7 տարի առաջ երբ որ Հայաստանում եմ, երբևիցե անգամ մտքից ծայրով չեր անցնի, որ ես կարող եմ բացի իմ 2 տարի ուսման տարիներից եւս ավել այդքան ապրեմ հայրենիքից հեռու, բայց տեսեք, որ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ մարդու համար է, այնպես որ ես հիմա այստեղ եմ, վաղը նորից Ավստրալիա եմ, հետո նորից այստեղ եմ, հետո մեկ օր մի ուրիշ տեղ եմ եւ սա է հենց մեր ինձ թվում է աշխատանքի ամենահետաքրքիր ու ամենալի գունավոր փաստը, որ մենք կարողանում ենք լինել տարբեր տեղերում եւ լինենք ինքներս հենց մենք, բայց տարբեր լոկացիաներում աշխարհի։ Այնպես որ Հայաստանում իմ լինելը ինչ որ բանով պայմանավորված չէ, միակ բանը որ կասեմ, երևի յուրաքանչյուր մարդու համար ամենաշատ ու ամենազգայուն կետը, որ ինչ որ մեկ ասի, որ դու պետք ես, ու դու կլինես այդտեղ, կապ չունի որտեղ։ Բայց եթե քո կարիքը կա այդտեղ ու դու սպասված ես ու դու սիրված ես ու դա զգում ես, ուրեմն դու կլինես այդտեղ։ Ոչինչ դեմ էլի չի առնի։ Ինչն ես Երևանում ամենաշատը սիրում։ Կարոտում, հետ ձգտում։ Եվ առհասարակ Երևանը երևի իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Չեմ ուզում դավաճան լինել իմ ծննդավայր Գյումրիին։ Այո։ Ծննդավայրը որպես ծննդավայր, բայց Երևանը երևի իմ սիրելի քաղաքն է, հենց միակ, որովհետև այստեղ իմ գիտակից տարիներն են անցել, այստեղ իմ ուսանողական տարիներն են անցել, այստեղ եմ ես սիրել, այստեղ եմ ես աճել, այստեղ եմ ես հիասթափվել, այստեղ է այդ ամեն այդ
բուրըն էմոցիաները եղել։ Երևանի մեջ շատ հագույներ կան եւ էմոցիաներ, ես կարոտում եմ իհարկե կոնսերվատորիան, շենքը, մարդկանց, իմ բոլոր ուսանողական ընկերներին, շատերի հետ առ այսօր շատ լավ ընկերներ ենք, այնտեղ եմ ձեռք բերել իմ լավ ընկերներին մինչ այսօր շփվում եմ, կարոտում եմ այդ ջերմությունը, որը երևի հենց Երևանի գաղտնիքներից մեկն է, որ ոչ մի ուրիշ քաղաք այլևս չունի, ինչքան էլ ջերմ լինի իր եղանակային պայմաններով, միևնույն է այդ ջերմություն ասվածը ոչ միտեղ էլ չկա։ Մարդկայինի մասին մի քիչ արդեն կասկածում եմ այս վերջին տարիներին, մի քիչ, որովհետև շատ է փոխվել։ Հիմա եթե անգամ ես համեմատում եմ 10 տարի առաջվա իմ իմացած քաղաքը, մարդիկ եւ ամեն ինչը, անգամ շփումը մի քիչ փոխվել է։ Ես չեմ ասում, որ այդ իրար հասնել է, այդ իրար ջերմություն չկա, բայց ինչ որ մի բան փոխվել է։ Տարբերվում է, ինչ որ մեծ գույն է փոխվել, էլի ամեն ինչ կա, բայց մի քիչ փոխվել է։ Փոխվում են ժամանակները, փոխվում ենք մենք։ Փոխվում ենք։ Այո, բայց լավը չկորցնենք այդ ամեն ինչի մեջ, փոփոխության մեջ, կարևորը դա է։ Իհարկե, իսկ նրա մասին թե առաջիկայում ինչ համերգներ ունես եւ որտեղ կարելի է լսել քեզ եւ ինչ է սպասվում։ Դիսերտն է գալիս։ Այո, գալիս է քաղցր, համեղ մի բան, որը շատ պարզ է իրականում, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ամեն ինչից հետո։ Պատրաստելու եմ շատ հեշտ իտալական սուրճ դեսերտ։ Դուք կարող եք մատուցել բաժակով կամ այսպիսի փոքրիկ կապսեներով, որպեսզի գթալով վայելեն ձեր հյուրերը կամ ինքներդ հենց պաղպաղակը դնում են կապսեի կենտրոնում։ Եվ կարող եք վրան էլ քերել մի փոքր շոկոլադ։ Մի հատ թարմանանք, չէ՞, սրճով եւ պաղպաղակով։ Այո, աֆոգատո։ Դու ավելի ճիշտ կիմանաս, որպես իտալական խոհանոցի սիրահար։ Ահա։ Այո։ Իմ աֆոգատոն ուղղակի գթալով է պարտադիր։ Ոչինչ։ Կարևորը համն է։ Ես ուզում եմ հաղորդման ավելի վերջին ընթառաջ ասեմ, որ հիացած եմ Հերմինեի ունակություններով, առհասարակ։ Ես իրան որպես մարդ արդեն քանի տարի է ճանաչում եմ։ Ճիշտ ամենասկզբում այնտեղ առանձին ասեցի 14 տարի, խաբեցի մի քիչ 12, բայց որպես մարդ դե որ տենց է 13, լավ 13, արի լավ թիվ է 13-ով վրա կանգնենք, այս տարի 13, բայց ես չգիտեի թե ինքը ինչ տնային տնտեսուհի է եւ ինչքան համեղ ու հետաքրքիր, այսօր իմացա ինչքան հաղորդում եք նկարել, ոչ մի բան, այսինքն չի կրկնվի այս ընթացքում։ Այդ միտք է պետք, այդքան կրեատիվ է պետք լինել, այդքան համով է պետք լինել, որ այս ամեն ինչը այսքան երկար ժամանակ ձգել։ Շնորհակալություն շատ, կուշտ գնում ենք տուն։ Ամենակարևորը ես ցած լավ էմոցիաներով։ Հուսամ կհավանես, չնայած դա շատ պարզ կլասիկ տարբերակն է։ Օ, համես կոֆեն շատ հետաքրքիր համա, դրսային կոֆեի համա գալիս։ Միքս է, իմ ընկերներից մեկն է այս միքսը գտել, մեջը նաև մի փոքր շոկոլադի եւ այլն, այսպես համադրություններ կան, դրա համար լավ է ստացվել։ Հատուկ շնորհակալություն Առնակին դրա համար։ Իմիջիայլոց դու քանի որ հիշեցիր մեր ընկերության սկիզբը,
Ես հիշում եմ, որ մեր առաջին ծանոթության ժամանակ Սոնան էլ իհարկե կար, այն ժամանակ բում էր ձեր համագործակցության։ Հետաքրքիր է ձեր այդ նույն կապը մնացել է մինչև այսօր։ Իհարկե, այո։ Եթե Սոնային ճանաչում ես որպես մարդ, լիովին հասկանում ես ինքով է, հնարավոր չէ երբևիցե ուզենաս այդ կապը չշարունակել, որովհետև ինքը ինչպես իր տեսքով է արև, այդպես էլ իր բնույթով է շատ արև ու էներգիա շռայլող մենակ տալիս է, այնպես որ հա այդ իր էներգիան անպակաս է իմ կյանքում, իհարկե կա, մինչև այսօր եւ ընտանիքներով ենք շատ մտերիմ եւ մեր գործնական նյուանսներով ենք միմյանց հետ կիսվում, ամեն անգամ խորհրդակցում, այո ողջույն էր Սոնային շատ հիշում ես մեր առաջի Կարնիի ֆոտոսեսիան Իհարկե հիշում եմ ամենափառահեղ նյութը որը The Voice-ից հետո հրատարակվեց շատ Սոնային սպասում եմ իմ հաղորդմանը հյուր պայմանավորվածություն ունենք նախնական բայց իր մոտ մի փոքր ծանրաբեռնված շրջան էր հիմա սպասում եմ Սոնա ջան թեթևանաս եւ վայելենք իրար հետ մեր օրը շատ լավ է Երբ, որտեղ, ինչպես կարող են այն մարդիկ, ովքեր քեզ սիրում են, աշխարհի ցանկացած ծայրում, հա, այսպես ծրագիրը մի քիչ մեծ ներկայացնես, կարող են քեզ լսել ու վայելել։ Ուրեմն, այս ընթացքում շատ լավ է, որ մենք կարողացանք այս պահը կազմակերպել, որովհետև Եվրոպայում էի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին եւ նոյեմբերի վերջ արդեն լինելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում համերգ կա շատ սպասված նավի վրա կրուիզ, որը չգիտեմ ամեն տարի է լինում Ամերիկայում թե չէ, այս տարի Thanksgiving-ին ընդառաջ լինելու է այդ գեղեցիկ համերգային ծրագիրը նավի վրա, որտեղ ես եմ շատ սիրելի ընկերներ եւ գոլեգաները անունները, այո, Էրիկն է լինելու, Սարոն է լինելու, Արմեն Հակոբը իմ շատ սիրելի եւ ես 4 օր անցկացնելու ենք այդ նավի վրա, բայց մեկ համերգ է լինելու։ Դա առաջինը, ինչ Հայաստանից դուրս կատարվելու է շատ շուտով, ովքեր չեն հասցրել դեռ իմանալ այս ինֆորմացիան կամ տոմսերը ձեռք բերել, կարող են դեռ ժամանակ կա, բայց շատ սահմանափակ տեղեր ինչքան հասկացա մնացել են։ Եվ քանի որ լինելու եմ այդ ընթացքում Միացյալ Նահանգներում արդեն շատ ի ուրախությունին ստացա հրավեր Armenian Music Video Award-ից շատ սիրելի Արայից եւ Մհերից, ովքեր հենց այդ ձեռնարկատերերն են, այդպես կարելի ասել։ Նախաձեռնողներ, հիմնադիրներ, այո, եւ ինչքան մեծ ջանք գործադրեցին անցյալ տարի, որ նման հետաքրքիր որակի։ Ես իրականում որ սկսում էի հիշել, թե Հայաստանում մենք ինչ մրցանակաբաշխություններ առհասարակ ունենք ու 2000-ական թվականներին, որ հիշում եմ ինչքան սիրուն ու հաճելի բաներ էին կատարվում, ողջունելով արտիստներին, երաժիշտներին, դերասաններին, իրենց մրցանակներով, միգուցե դա աշխարհում ինչ-որ մի բան չէր փոխում, ոչ մեկի կյանքում դա ինչ-որ մեծ երևույթ չէր փոխում, բայց դա այնքան հաճելի պահ է, երբ որ քո աշխատանքի համար դու ստանում ես մի օրինակ մեկով ամբողջ տարվա ընթացքում տանջվել եւ տարբեր համերգներ է ձեռնարկել եւ տեսահոլովակներ եւ սիրված երգերի հեղինակ է օրինակ ինքը ստանում է այդ փոքր շնորհակալությունը իրեն գնահատված է զգում Հայաստանում էլ արդեն ունենք մրցանակաբաշխություն, որը ամեն տարի տեղի է ունենալու իմ կարծիքով, բայց իհարկե Ամերիկայում էլ շատ ողջունելի է, որ Music Video Award-ը տարբերվում է սա վիդեոների մրցանակաբաշխությունը տեղի ունենալու եւ ես այս տարի երգելու եմ եւ մասնակցելու եմ, դա լինելու է դեկտեմբերի 11-ին Բաց չթողնեք, հետ վերադառնալով այս նյութին։ Բաց չթողնեք անպայման, որովհետև շատ գեղեցիկ ու շատ հիշարժան ձևով է կազմակերպվում եւ անցած տարի, երբ որ ես դիտում էի ուղիղ եթերով, շատ հիացած էի։ Այս տարի ներսից եմ ամեն ինչ տեսնելու եւ անգամ ելույթ եմ ունենալու։ Դե սպասում ենք լուսանկարների, տեսանյութերի եւ մրցանակաբաշխությանը ընդառաջ ես էլ իհարկե իմ սոցիալական էջերում կկիսվեմ եւ իմ աջակցությունը իհարկե կհայտնեմ իմ ընկերներին իրենց կատարած մեծ գործի համար Մհերին եւ Արային, իսկապես նրանց բրավո եւ գիտեմ նաեւ թե այնտեղի բնակվող հայերը ինչպես են սպասում այդ իրադարձությանը։ Դու հիշեցիր տարիներ առաջ, երբ որ կային մրցանակաբաշխություններ, որպես երգիչ, ես էլ ասեմ թե հաղորդավարներից համար ինչքան կարևոր էին այդ մրցանակաբաշխությունները, երբ սպասում էիր, պատրաստվում էիր, նույնիսկ եթե բեմում չէիր լինելու որպես հյուր էիր լինում, ինչպես էինք մեկ տարի պատրաստվում, զգեստի մասին մտածում, մեր հանդերձանքների մասին եւ դա իսկապես բավականին հետաքրքիր տոնուսի մեջ էր պահում քեզ որպես բեմի մարդ, այո։ Համաձայն եմ։
Հույս ունեմ, որ արդեն ժամանակի ընթացքում ավելի կշատանան մրցանակների անվանումները բացի երկարվեստից, ավելի կտեղափոխվեն եւ հաղորդավարների ոլորտ նույնպես։ Շատ համաձայն եմ, շատ ուրիշ էներգիա եւ հետաքրքիր գույն է տալիս այդ ամեն ինչը այս ոլորտին։ Նույնպես Ուրիշ ինչ է մեզ սպասվում։ Էլ ինչ կա, հիմա այս ընթացքում աշխատում եմ մի քանի երգերի վրա, այդ իմ համար ամենակարևոր բաներից է։ Երկրորդական է թե ես որտեղ եմ, ինչ եմ մասնակցում, բայց որ ինչ-որ մի նոր բան է ծնվում, դա ինձ համար ամենակարևորն է եւ այդ նոր ծնվող ինչ-որ մի բանով էլ հենց մասնակցելու եմ ես Music Video Award-ին։ Հույս ունեմ, որ բոլորի սպասումները կարդարանան, որտեղ երկար են սպասել մարդիկ այս ամեն ինչին։ Նոր երգերին իսկապես cover-ները իհարկե իրենց տեղն ունեն, հատկապես երբ որ քո սիրելի կատարողն է իր մոտեցումով, իր մեկնաբանությունով, բայց շատ կարևոր է իհարկե հենց այն ստեղծագործությունները, որ նրա համար են գրվում։ Իհարկե։ Չնայած ես մի քիչ այն կարծիքին եմ, որ ցավոք մենք քո ձայնի նման ձայներ ունեցող արտիստների համար չունենք շատ հեղինակներ, ովքեր այդ երգերը գրում են։ Չգիտեմ ինչ է տեղի ունենում, բայց հենց հերթը հասնում է արդեն, որ ձեր ձայնին համապատասխան պիտի նոր երգ գրվի։ Մի տեսակ այդ հեղինակները անհայտանում են ասպարեզից, ինձ մոտ ամենայն դեպս այդ տպավորությունն է, որ քիչ են գրվում հենց այդպիսի ձայների համար նախատեսված ստեղծագործություններ, ինչքանով եմ ճիշտ Համաձայն եմ, բայց կարծում եմ, որ նաև դա պահանջարկից ելնելով է այդպես ստացվում, որովհետև վստահ եմ կան նորից կոմպոզիտորներ, ովքեր իրենք շատ ավելի մասշտաբային ստեղծագործությունների հնարավորություն ունեն գրելու, բայց քանի որ պահանջարկը դա չէ եւ ոչ լսող է լինելու, ոչ նայող է լինելու, այդ իսկ պատճառով ժամանակ խնայելու համար միգուցե մարդիկ իրենց այդ գիտելիքները եւ այդ ստեղծագործությունները երկրորդ պլան են մղում, բայց նորից ասելով, վերադառնալով կա մի շատ լավ կոմպոզիտոր Շուշանա Սարգսյան, ով իմ ձայնի նման ձայների համար գրում է շատ բարդ ստեղծագործություններ, այն որ այդ էլ չափից շատ բարդ են, երբեմն որ Շուշան, երբեմն չէ, ամեն անգամ Շուշանը ինձ զանգարում է, թե ինձ համար եթե երգ է լինում միանգամից ինձ, կամ եթե ինչ որ արտերկրում մեկին ունի ցույց տալու, նորից ինձ է զանգարում, որպեսզի այս դու պետք է ձայնագրվես, պետք է ուղարկեմ Ամերիկա, Եվրոպա, սրան, Լարա Ֆաբյանին, այս արտիստին ու ամեն անգամ ոնց որ դեմոն հենց միասին ենք։ Ոնց Լարա Ֆաբյանին ինձ տուրեք երգը չէ։ Բայց ես դեմ չեմ կանգնում, որովհետև եթե օրերից մի օր մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները երգելու են հենց այդպիսի մարդիկ, ինչպիսիք են օրինակ հենց Լարա Ֆաբյանը կամ Կարուն կամ Բոչելին, ես միայն ուրախ կլինեմ, որ առաջինը իրենք իմ ձայնով կլսեն այդ ստեղծագործությունը եւ վերջում կգրվի, որ հայ է այս ստեղծագործության հեղինակը։ Կան մարդիկ, ովքեր գրում են, ուղղակի նորից վերադառնալով ասեմ, որ այսօրվա լսողը մի քիչ տարբեր է այդ ամեն ինչից, դրա համար մենք էլ փորձում ենք մի քիչ հարմարվել, բայց միգուցե դա էլ մեր սխալն է, չպետք է հարմարվենք եւ Շուշանի հետ շատ երգեր պետք է անենք։ Այո, այսինքն Armenian Music Video Awards-ին մասնակցել ես քո հենց քեզ համար նախատեսված ստեղծագործությամբ։ Չէ, չեմ ուզում ասել, չեմ ուզում ճակերտները բացել, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, չէ, սա շատ սպասված ստեղծագործություն է, որը արդեն կատարել եմ։ Պահանջը այս երգի շատ է եղել, երկար արդեն ամիսներ, մարդիկ այնքան էին գրում, որ այս երգը պետք է անպայման տեղ գտնի իմ երգացանկում, որը ես արդեն կենթանի կատարմամբ իմ ամենահամերգներին կատարել եմ, բայց այո, սպասում եմ, ես եմ սպասում, դեռ չգիտեմ ոնց է լինելու։ Անունը չեմ ասում, բայց դու հասկացար։ Լավ, ես հասկացա։ Ինչ է սպասվում արդեն հունվարից սկսված, այսինքն 26 թվականի ծրագրերը ունես, Դեռ շատ այդպես գծված պլաններ չկան, դե նոր տարին ամանորը Ամերիկայից վերադառնում եմ նորից Հայաստան, որտեղ 7 տարի չեմ անցկացրել այստեղ եւ ամանորին ուզում եմ լինել իմ ընտանիքի հետ միասին, այնպես որ նոր տարին լինելու եմ Հայաստանում, հունվարից սկսած դեռևս հստակ պլաններ չկան, բայց ինչպես նշեցի, արդեն Դուբայը կա Սինտոնի հետ միասին, որը ապրիլ ամսին է
Իսկ մնացածը արդեն վստահ եմ շատ շուտով կգծվեն։ Հոկտեմբերին շատ գեղեցիկ համերգներ եղան, առաջինը Լևոն Մախասյանի հետ միասին, ի ուրախություն ինձ, չգիտեմ ինչպես է բախտը ինձ ամեն անգամ շփնում, որ ես այդպիսի մարդկանց հետ առիթ եմ ունենում, ելույթ ունենալու, ոչ միայն իմ հասակակիցների հետ, այլ նաև ինձանից շատ ավելի տարիքով բարձր եւ փորձ ունեցող մարդկանց հետ։ Ես գտնում եմ իմ պուճուր տեղը, որ իրենց հետ միասին ելույթ ունենամ, շատ ուրախ եմ, բայց իհարկե Լևոն Մախասյանի հետ մենք արդեն տարիներ առաջ մեր համագործակցությունը սկսել էինք, շատ գեղեցիկ համերգ էր եւ նույնպես Ռոբերտ Ամիրխանյանի համերգը տեղի ունեցավ եւ բազմիցս ելույթ ենք ունեցել միասին, շատ ուրախ եմ, որ մեր կապը ամեն տարի կա, իր ծննդյան առիթով մենք գոնե հավաքվում ենք եւ երգում միասին եւ ամսի 23-ին արդեն նորից Արամ Խաչատրյան համերգասրահում Եռա լեգենդ խորագրով համերգներ լինելու ամեն տարի արդեն քանի անգամ է երրորդ տարին է կարծեմ մարդկանց հետաքրքրությունը բացարձակ չի պակասում այս համերգի հետ կապված եւ արդեն երրորդ տարին է մենք կայացնում ենք այս համերգը, որը լինելու է նոյեմբերի 23-ին նորից Արամ Խաչատրյան համերգասրահում բոլորին անհամբեր սպասում ենք ոչ միայն ես եմ, այլ նաև իմ շատ սիրելի ընկերներ եւ գոլեգաները երգելու ենք Հայկոից, Շարլ Անձնավորից եւ Արնո Բաբաջանյանից շատ սիրված եւ սպասված երգեր։ Այ դու աշխատասեր։ Շատ է դուրս գալիս, որ առիթը բաց չես թողնում եւ նաեւ հաճելի է տեսնել, որ պրոդյուսերները կամ համերգների կազմակերպիչները այսպես հենց տեսնում են դու գալիս ես միանգամից համագործակցության զարմանալի ուրախացնում են նոր առաջարկներ է լինում Մաշա այո եկավ այն պահը որ մենք պետքա մեզ հետևող մարդկանց ցտեսություն ասենք բայց դա չի նշանակում մենք իրար պետք է ցտեսություն ասենք մենք կվայելենք մեր սուրճը կվայելենք այն րոպեները որոնք մենք դեռ արժևում ունենք ես ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել բոլորին մարդկանց ովքեր հետևում են մեր սոցիալական հարթակներում իհարկե ուշադիր լինեն եւ բաց չթողնեն աշխարհի ամենատարբեր ծայրերում որտեղ արդեն գիտեք որ աշխարհագրությունը համերգների բավականին մեծ է լայն է եւ առնչվեք լավ երաժշտության հետ լավ ձայն ունեցող արտիստների համերգներին անպայման ներկա լինեք խոսքս իհարկե այս պահին Մաշայի մասին է Մենջոյան շատ շնորհակալություն Քեզ եմ շնորհակալ Տիկեն Ռոզաննան մեզ հերվից է հետևում բայց անչափ շնորհակալություն շատ հաճելի է ձեզ տեսնել այստեղ միասին տեսնել թե ինչպես է ամեն վարքյան հորաքվիրելի անհանգստացնում շորտներ կթարմացրում ես տտուղի եւ այլն ես կուզեի իմ կողքը լիներ նման մեկը ես կամ դու կաս շնորհակալություն իմ գոտին մի քանի անգամ ուղեցիր ինչի համար շատ շնորհակալություն շնորհակալ եմ Մաշա ջան ապրես որ այստեղ ես որ շարունակում ես երգել ստեղծագործել համերգներ ունենալ եւ այդ համերգներով նաեւ կապել ամբողջ աշխարհի հայությանը այդ կետում որտեղ որ լավ երաժշտությունն է շնորհակալություն քեզ նույնպես քեզ անխափան եթեր եւ լիքը լավ հյուրեր շնորհակալություն Մաշա Մենջոյանի հարցազրույցից հետո, երբ նա գնաց մեր տանից, ես երկար մտածում էի ու ափսոսում, որ մի հատ շատ կարևոր հարց չեմ տվել, եւ իր հետ պայմանավորվեցինք, որ այդ հարցը ես այսպես եմ տալու, ինքը չգիտեր հարցը ինչ է, բայց ասացի, որ շատ կարևոր հարց է ինձ համար, սովորաբար երբ ինչ որ մի մրցույթից մեր արտիստները վերադառնում են, իրենց այսպես շատ շուքով են դիմավորում օդանավակայանում, հետո այդպես մամուլը խոսում է դրա մասին, բայց արի ու տես, որ Սլավյանսկի բազար մրցույթից երբ նա վերադարձավ հաղթանակած, նման Կերպ նրան չդիմավորեցին։ Ես պատճառը չհասկացա եւ ինձ շատ հետաքրքիր էր հենց նրա կարծիքը։ Մաշա ջան, մատ այս հարցին պատասխանիր, էլի։ Մաշա, լսում ես։ Ես գիտեմ, որ եթե որևէ մեկից ինչ-որ մի հարց անհանգստացնում է, ապա մենք պատասխանները միշտ փորձում ենք ստանալ յուրաքանչյուր կերպով եւ շատ ուրախ եմ, որ այս հարցը տվեցիր, որովհետեւ իսկապես կուզենայի անդրադառնալ, սա շատ կարեւոր է ինձ համար եւ հույս ունեմ, որ ապագայում էլ շատ տեղերում կկարողանանք շտկել այս սխալները։ Երբ 35 տարվա ընթացքում Սլավյանսկի բազար մրցույթում առաջին անգամ վերջապես հաղթանակ գրանցեցինք Grand Prix տեսքով Դա նույնպես նշեմ, որովհետև առաջին հորիզոնականը ուրիշ է, Grand Prix-ն լրիվ ուրիշ բան է։ Ես
շատ ավելի մեծ սպասելիքներ ունեի ինչ առումով ոգևորության, ընդունելության առումով, որովհետև այդ ընթացքում ես ամեն կերպ փորձել էի մաքսիմալ կարողանալ կարճ ժամանակահատվածում ներկայանալ ինչքան հնարավոր է լավագույն կերպով, այսինքն եւ երգերի առումով, եւ ներկայանալու, եւ հագուստի բոլոր առումներով ու իմ կողքին էին ինչպես միշտ իմ շատ հարազատ ու լավ մարդիկ Ֆայնան, որպես դիզայներ երգերի առումով իհարկե գործիքավորումներն արվեցին, ես էի Ավստրալիայից Հայաստան իմ փորձերով եւ պարապմունքներով շատ լարված սպասում հենց այդ օրվան եւ ամեն ինչ կարծես եղավ եւ ինչի կարճ ժամանակահատվածում, որովհետեւ վերջին պահին հաստատվեց մեր Հայաստանի մասնակցությունը, որովհետև ինչ որ բաներ փոփոխվեցին եւ ինձանից էր կախված Հայաստանը կմասնակցի թե չէ, եւ ես համաձայնեցի, որպիսի մենք կարողանանք այդ տարի նույնպես մասնակցություն ունենալ եւ ի ուրախություն ինձ եւ բոլորիս այդ տարի հենց հաջողությունը ժպտաց եւ ես հաղթեցի Grand Prix-ով, բայց իհարկե նորից նշեմ իմ սպասելիքներն էին, որ գոնե վերադարձից հետո, ինչպես դու արդեն նշեցիր, ինչպես մենք սովոր ենք տեսնել մեր հաղթանակած մարզիկներին, երաժիշտներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք եւ եռանդ չեն խնայում եւ վերադառնում են Հայաստան եւ իրենց ընդունում են շատ գեղեցիկ ու ոգևորում են հենց այդ մասնակիցներին, ինձ իհարկե ոչ մի բան չէր սպասում օդանավակայանում եւ առհասարակ նաեւ Հայաստանում էլ այդքան շատ բան չէր սպասվում ու այն հարցը, որ ես բարձրացրեցի, իսկ ինչի չկա այդ ընդունելությունը եւ այդ դիմավորումը, ինձ ասեցին, վայ, եթե իմանայինք բա, ասեիր, որ ուզում էիր, մենք կկազմակերպեինք, ինձ շատ ծիծաղեցրեց, որովհետեւ դա այն պատասխանը չէ, ինչին հաստատ ես արժանի էի այդքան արած աշխատանքից հետո։ Եվ վերջում առհասարակ փակելով այս թեման, ուզում եմ ասել, որ ես բացարձակ ոչ մի սպասելիք ոչ ոքից չունեմ, որովհետև ես անսահման սիրում եմ իմ երգը եւ աշխատանքը, որով զբաղվում եմ եւ ես դա չեմ անում ինչ որ մի բան մեկից սպասելու համար։ Ուղղակի պետք են փոքր եւ գեղեցիկ վերաբերմունքներ, որպիսի ոգևորեն հատկապես ինձ, որպեսզի ես կարողանամ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը շատ մեծ սիրով եւ պատասխանատվությամբ կարողանամ իմ հայրենիքը ներկայացնել, որը միշտ եմ անում եւ միշտ եմ անելու, անկախ այն բոլոր մարդկանցից, ովքեր ներգրավված են մրցույթներում, որովհետեւ երբեմն իրենք են փչացնում ամեն ինչ, իսկ երկիրը առհասարակ մեղք չունի դրանում։ Մեծ սիրով եւ հպարտությամբ ներկայացնենք մեր հայրենիքը, հաղթանակներ բերենք շատ ու շատ, բայց մեզ մի փոքր ոգևորություն է պետք դրանում։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ես լրիվ բավարարված եմ, շնորհակալություն։